Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ 12-ամյա Մարիա Հարությունյանի առաջին անհատական ցուցահանդեսը։ Վրաստանի ներքին գործոց նախարարը հարկանքի դուրս մատուցած է հայրու ցեղասպանության զոհերու հիշադակին։ ԱՄՆ-ի հետ բանակցություններուն ընթացքին Տեհրանը պիտի չզիջի ազգային շահերը, Իրանի նախագահ։ Ուխտի մաշտոց վավերագրական ֆիլմը։ Մենք պետք է առնենք նման տեսանյութերը եւ օգտագործենք զանոնք Բաքվի դեմ։ Հովիկ Ավանեսով։ Արցախի պալիկները կհրամայեն։ Հուլիսի 6-ին ժամը 1-ին Երևանի ժողովրդական արվեստներու թանգարանին մեջ պիտի բացվի 12-ամյա նկարչուհի Մարիա Հարությունյանի առաջին անհատական ցուցահանդեսը, որ խորհրդանշական օրեն կկայանա անոր ծննդյան օրը։ Մարիան կնկարե 4 տարեկանին ի վեր։ Անոր ստեղծագործություններուն մեջ առանձնահատուկ դեր կգրավեն բնանկարները, որոնց մեջ մանկական անգեղծությամբ կներկայացնե բնության գեղեցկությունն ու ներդաշնակությունը։ Ցուցահանդեսը առիթ պիտի ընծայե ծանոթանալու երիտասարդ նկարչուհին ստեղծագործական աշխարհին, կնահատելու անոր դաղահն ու գեղարվեստական մտածողությունը։ Մուտքը ազատ է բոլոր հետաքրքրվողներուն։ Պաշտոնական այցելությամբ Արևելյան Հայաստան գտնվող Վրաստանի ներքին գործոց նախարարը Արևելյան Հայաստանի ներքին գործոց փոխնախարար Արմեն Մգրտչյանի ընկերակցությամբ այցելած է Ծիծեռնակապերտի հուշահամալիր եւ հարկանքի դուրս մատուցած է հայրու ցեղասպանության զոհերու հիշադակին։ Այս մասին կհայտնեն ներքին գործոց նախարարութենեն։ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանը հայտարարած է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններուն ընթացքին Տեհրանը ովևէ պայմանով պիտի չհրաժարի իր իրավունքներեն, ազգային շահերեն եւ հիմնարար սկզբունքներեն կհաղորդե Ալ Ջազիրան։ Ան նաեւ քննադատած է այն ուժերը, որոնք ըստ իրեն կփորձեն դկարացնել իրանական բանակցող պատվիրակության դիրքերը, շեշտելով, որ բանակցությունները կընթանան քերակույն առաջնորդին հետ ամբողջական համագարկումով։ Պեզեշկյանին համաձայն պատվիրակության գլխավոր նպատակը ազգային շահերու եւ քաղաքացիներու իրավունքներու պաշտպանություն է, իսկ հնարավոր համաձայնությունը կգրնա դառնալ իրանական թիվանագիտության նոր ձեռքբերում։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիթկոֆ մեկնած է Դոհա, իսկ Իրանի արտաքին գործոց նախարարությունը հայտարարած է, թե իրանական պատվիրակության այցելությունը կվերապերի երկրի սարած միջոցներու ապաշրջապակման եւ կապ չունի ԱՄՆ-ի հետ բանակցություններուն։ Հունիսի 29-ին Արևմտյան Հայաստանի եւ Արևմտահայության հարցերու ուսումնասիրության կենտրոնին մեջ ցուցադրված է Ուխտի մաշտոց փաստավավերագրական ֆիլմը։ Միջոցառման մասնակցած են բեմադրիչ Արտակ Ավտալյանը, հեղինակ Արփի Սուքիասյան եւ ստեղծագործական խումբի անդամները։ Ցուցադրութենեն առաջ հեղինակները անդրադարձած են ֆիլմի ստեղծման գաղափարին եւ Արևմտյան Հայաստան կատարված նկարահանումներու ընթացքին հաղթահարված դժվարություններուն։ Ֆիլմը նվիրված է քանի հայրու ուխտակնացության պատմության, որոնք իրենց ճանապարհը սկսած են Մաշտոցի շիրիմի մոդեն Օշագանեն, հասած մինչև Դարոնի հացեգացքյուղ եւ հայ քիրերու քյուդի ընթացքին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անցած այլ ճանապարհներ։ Համացանցին մեջ տարածված տեսանյութի մեջ կերևի, թե ադրբեջանցիներ հայկական գերեզմանատան մեջ շիրմաքարերուն մոտ գերուխում գնեն։ Հովիկ Ավանեսով ուսումնասիրելով տեսանյութը հայտնած է, որ անիգա ըստ իրեն նկարահանված է հայկական գերեզմանատան մեջ, սակայն ոչ Արցախի տարածքին, քանի որ Արցախի մեջ հանգուցյալներու անունները ռուսերենով շիրմաքարերուն վրա գրելու սովորություն չկար։ Ան կգարձե, թե տեսանյութը հավանաբար նկարահանված է Հյուսիսային Կովկասի մեջ։ Միաժամանակ ան չէ բացառած, որ նման դրսևորումներ կրնան արձանագրվել նաև բնակրաված Արցախի գերեզմանատուներուն մեջ, հիշեցնելով նախկին վանդալիզմի դեպքերը, երբ ըստ իրեն գերեզմանատուներ եւ դաբանակարեր վնասված կամ ոչնչացված են։ Հունիսի 30-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնին մեջ Արցախի բալիկներ մանկապատենական համույթը դիալոգ հասարակական գազམ་ագերբության հովանավորությամբ ներկայացուցած է ցոն Արցախին խորագրով համերգային ծրագիր։ Համույթի սաները ներկայացուցած են արցախյան երգեր, բարային ու թատերական համարներ, արտացոլելով Արցախի պատմությունը, ազգային հիշողությունն ու հայրենիքի հանդեպ սերը։ 1989-ին հիմնադրված համույթը 2023-ի բռնի դեղահանութենեն ետք վերագազմավորված է Երևանի մեջ դիալոգի աջակցությամբ եւ կշարունակե իր մշակութային առաքելությունը։ Համերգը ավարտած է Ղարաբաղ իմ ճկնաղ երգով, որ հանդիսադեսին համար դարձած է վերադարձի հույսի եւ հավատքի խորհրդանիշ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։